Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 1-ն է, 2026 թիվ, մնաց 6 օր քվեարկության օրվան։ Ես հիշում եմ, որ տարիներ շարունակ, մինչև 2018 թիվը, ամենապես ես հունիսի 1-ը տովել եմ շատ ոգևորված իմ երեխաների հետ, ես ի վերջո 3 երեխաների հայր եմ։ Սա առանձնապես ոգևորվածություն կար այդ օրվա մեջ, այդ օրվա հետ կապված իմ մոտ, որովհետև միշտ ինչ-որ սա առիթ էր երեխաների հետ մի քիչ ավելի ժամանակ անցկացնելու, նրանց ինչ-որ բանով ուրախացնելու և դրանով ինքդ ուրախանալու օր էր, բայց ոչ վերջին առնվազն գոնե 5 տարի, որովհետև այդ օրը ծնվել է մեկը, որը մեզ զրկեց ամենատարրական ուրախություններից, ամենակարևոր բաներից մեր կյանքում։ Դրա մեկի մոտ մի քիչ տարբեր, բայց ես կարող եմ ասել, որ 20 թվականի նոյեմբերի 10-ը իմ կյանքը բաժանել է երկու մասի։ Իմ համար կար մինչև նոյեմբերի 10, 20 թվականի և նոյեմբերի 10-ից հետո։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերի մոտ էլ նույն ասոցիացիաները կա։ Եվ այդ բոլորի պատճառը մեկն է, որը ծնվել է հունիսի 1-ին։ Մի քիչ թույլ մարդը կարող է սկսի անիծել հունիսի 1-ը, անիծել այն օրը, որ ծնվել է նեռը, առանց կասկածելու եմ ես բառը ասում, նեռ, որովհետև պատրաստ եմ անհավատ մարդուն ապացուցել տարբեր ձևերով, որ մենք գործում ենք հենց նեռի հետ, որովհետև ես խոսքիս նկատմամբ շատ հարգանքով եմ վերաբերվում և օդում բառը երբեք չեմ ասում։ Մենք չգիտեինք, որ այդ օրը ծնվել է նեռը, մեկը, որ մեզ զրկելու է մեր ուրախություններից, ամենակարևոր բաներից, որ մենք ավելի քիչ ենք տրամադրելու ժամանակ մեր ընտանիքներին, մեր սիրելիներին, որովհետև սրտերումս ուրախություն չի լինելու և այդ ուրախությունից զրկողը էլի մեկն է, որը ծնվել է հունիսի 1-ին։ Շատ բան կարելի էր ասել դրա ծնողներին, հորը, մորը, հորը թե չի, պապս մի հատ լավ խոսք ուներ, ասում էր այդ օրը պետք է հանդում քնածններ, այսինքն ծնողդ էլի, որ դու լույս աշխարհ չգայիր։ Հիմա ես մտածում եմ, ինչ ասենք սրա, մանավանդ երբ որ հայրն ինքն զգուշացրեց, որ այս տականքի մի ընտրեք արա։ Ինքը գիտեր ինչ է ծնել, գիտեր ինչ է արտադրվել արդյունքում։ Ես ուզում եմ հավատալ, որ մի օր կգա օր, որ մենք սկսենք առաջապես սիրել հունիսի 1-ը և մենք ժամանակ ունենանք ավելի շատ ուրախանալու, մեր սրտերում ավելի շատ ուրախություն կլինի և մեր արդեն երեխաների, գուցե թոռների համար ավելի շատ ժամանակ ունենանք, որովհետև չենք ապրի այն ստրեսային ռեժիմի մեջ, ամեն օր ինչ-որ վատ բան սպասելով, ինչ-որ մեկ հիմա ենք ապրում։ Գնանք այսօրվա նորություններով և ես նորությունները ուզում եմ սկսեմ մի շատ գեղեցիկ խոսքերով, որ ասում է ընկերը, որը քեզ ծանր ժամանակ լքել է, դա քո թշնամին է, ուղղակի առիթ չի ունեցել, որ մինչև այդ ցույց տա։ Քանի որ շատ են մեր մեջ մարդիկ, որոնք նեղված են, որ իրենց հարազատները, մտերիմներն, ընկերները այս ծանր պահին ոչ միայն օգտակար չեն պետությանը, այլ աջակցում են նեռին, անցել են նեռի կողմը, այո, սրանք են ընկերներն են, որոնք իրականում թշնամի են եղել, ուղղակի պահը չի եկել ինքնադրսևորվելու համար, որովհետև ես ձեզ կարող եմ վստահեցնել ցանկացած մեկը, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, մոտիվացված է։ Երեք ինչ բան է մոտիվացիան։ Մոտիվացիան ամենաուժեղ շարժիչ ուժն է մարդուն, որը դրդում է որոշակի գործողությունների։ Ամենաուժեղ։ Երբ որ ես իմ գիրքը գրում եմ, ես էլ չէի պատկերացնում ինչ բառ է մոտիվացիան, իսկ իմ գիրքը կոչվում էր «Անցյալ և մոտիվացիա»։ Կասին չէր կոչվում է «Անցյալ և մոտիվացիա», լինքը կարող եք գտնել տակը։ Կա համարյա բոլոր լեզուներով թարգմանված։ Մոտիվացիան դա կյանքի ամենաուժեղ շարժիչ ուժն է։ Եվ այդ մոտիվացիան տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Նիկոլ Փաշինյանի աջակցելու համար մոտիվացիաները դժվար թե հումանիտար ոլորտից լինեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը տեսակը հումանիստ չի, նա չի եկել խաղաղության համար։ Նա մեկն է, որի ժամանակ ամենաշատ պատերազմներն ու կորուստներն են ունեցել։ Նա մեկն է, որը կարողացավ հասարակությունը բաժանել, նույնիսկ ընտանիքներ բաժանել ու քանդել ատելության հողի վրա։ Նա մեկն է, որ մեզ զրկեց մեր ուրախություններից, հասկանում եք, չէ՞, այս մարդուն աջակցելու համար հումանիզմ չի կարող լինել որպես մոտիվացիա։
խաղաղության երազանքը չի կարող լինել մոտիվացիա։ Կան մոտիվացիաներ ուղղակի մենք դա երևի չգիտենք։ Տարբեր մարդու մոտ տարբեր կարող են լինել, բայց վստահ եղեք։ Գտեք ցանկացած Նիկոլ Աջակցի, մի քիչ խորացեք, ով է ինքը, որտեղից է սնվում, ինչա փոխվել իր կյանքում վերջին 1-2 ամսվա մեջ կամ շաբաթվա մեջ, եւ դուք հասկանաք իր մոտիվացիան։ Այնպես որ ինչքանով որ դաժան է իրականությունը, պետք է ուրախանալ են հանգամանքի վրա, որ թեկուզ դաժան է իրականությունը, բայց հստակ է արդեն, հստակ է, որ մենք գործ ունենք, իրեմ սրա մի հրեշի հետ, որը սնվում է ադյունով, որը ոգեշնչվում է ադյունով, ադյունալի տեսարաններով, որը ապրում է դա կերտելու մարմաջով, վեճ, ատելություն, քաոս, հասկանում եք, նորմալ մարդը քաոս չի փնտրում, նորմալ մարդը խաղաղություն է փնտրում, բայց մի բան, որ սրա ոգևորում է, եւ դու զգում ես դրա ինչ սիրով այդ քաոսի մեջ ինքը մտնում, ինչ սիրով այդ քաոսը ստեղծում ինքը իր կողքը։ Սրան աջակցելու համար, հավատացեք, ներին աջակցելու համար, որտեղ Աստված խաղաղություն է, Աստված հարմոնիա, բալանս, սա բալանսից գցել է որոնց, եւ սրան աջակցելու համար, այս դիսբալանսից կայֆ ստացողները ների հետևորդներ են, այլ բառ, այս պահին իմ մտքով գոնե չի ասում։ Մի հետաքրքիր նորություն, հետաքրքիր հոդված Euronews անգլերեն հրապարակվող ինտերնետ կայքում, որը գրում է, որ նորացումները ցույց են տալիս, որ գուցե եւ Փաշինյանը հաղթի, որովհետեւ Ռուսաստանը ճնշումներ է սկսել գործադրել Հայաստանի վրա եւ դա կարող է օգնի Փաշինյան Նիկոլի ռեյտինգի բարձրացմանը։ Ես սրա մասին, որ այս ռուսական այս հարձակումը Հայաստանի վրա դա օգնում է Փաշինյան Նիկոլին իդեմս Ռուսաստանի ցույց տալ թշնամու, որի այս թշնամիների ֆոնի վրա ինքը կարողանում է իր ռեյտինգը բարձրացնել։ Դա շատ վտանգավոր գործընթաց է եւ շատ էր օգնում Փաշինյան Նիկոլին։ Այստեղ մի հատ մեծ բայց կա, բայց մեծ։ Այո, դա վտանգավոր է, եթե դա լիներ խաղ։ Իսկ այն ինչ որ հիմա կատարվում է, արդեն խաղ չի։ Այն տնտեսական հարվածները, որ հիմա հասցվում է Հայաստանին, ամենառուսական մուրճային, sense տապորային, կացնային մեթոդներով հասցվում է Հայաստանին, դրանք կատակ բան չի եւ սրա հետևանքները Հայաստանը այս տարվա վերջ կամ հենց արդեն զգում է, ուղղակի հիմա տակ են խառնում են ընտրությունները, սա կարևոր է իշխանությունը զավթելն ամեն գնով, բայց ես սա պետք է ասեմ, եթե դու նույնիսկ իշխանություն զավթես, դու տնտեսություն չունես։ Ես այսօր նստած ամբողջ օրը հաշվել եմ, թե ինչ է տալու Ռուսաստանի այս պատիժները Հայաստանին, այսինքն ինչ է խլելու։ Միջև սա հասնելը, ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը շատ լավ հասկանում է նաև ռուսական ազդեցության գործակալ ուղիղ Մեհեր Գրիգորյանը, որը խնդրվում է Նիկոլի հետ, խնդրվում է, որ մեր մոտ եվրասիական տնտեսության հետ ընդհանրապես խզման հետ ոչ մի խնդիր չկա։ Հայտարարում է մեկը, որը երևի չի կարդում ռուսական մամուլը, չի տեսնում Լարսում ինչա կատարվում, որ Լարսում գտնվող քաղաքացին հաստատում է, որ Ռուսաստան այլևս չի ներմուծում հայկական ծիրան։ Հայկական մթերք ֆուրերը կանգնած են, իսկ ծիրանը այն միշկն է, եթե չսպառվեց մեկ շաբաթ 10 օրում, ինչքան էլ նա ուզում է խակ կանաչ վիճակում հավաքած լինի, ամենաարագ փչացող մեկն է։ Այսինքն այս ֆուրերը դատապարտված են ոչնչացման, մթերքը մաքսիմում կարողանան հասցնել օղի թողել դրանով։ Բայց հասկանում եք, չէ՞ որ այդ գյուղացին այդ չարչարանքը որ արել էր, հավաքել էր կանուխ խակ։ Դա օղու համար չէր նախատեսել, հաստատ։ Օղու համար դա նախ անպիտան է, որտեղ քաղցր չի։ Երկրորդը, եթե նա ուզենար օղու համար այս ամեն ինչը անել, կսողեր լավ կհասներ, կքարսանար, համ գրադուսը աստիճանը կլեն, համ քանակը շատ կլիներ։ Մի խոսքով մեծագույն հարված ծիրան արտադրողներին եւ ոչ միայն ծիրան արտադրողներին, այս հարվածը համատարած էր։ Եվ քննարկվում է նաեւ գազի գների դենոնսացիայի հարցը։
Ինչ է նշանակում գազի գների ռենոնսացիա։ Հայաստանի սպառողը գազը սպառում է սենց միջազգային գներով։ Սենց տենից։ Որովհետև միջազգային գներով վաճառում է Գազպրոմ Արմենիան, որը շատ էժան առնում է միզերից էժան գազ առնում եւ թայ վաճառում է մեր վրա։ Իմիջիալոց Նիկոլ Փաշինյանը 18 թվականին որ եկավ, երթվում էր, խոստանում էր, որ ինքը վերանալու է, ոնց կարելի է ասենք, սենց պայմանականորեն ասած $100 գնել գազը եւ ասենք $300 վաճառել բնակչության վրա։ Բայց ոչ մի փոփոխություն, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, ինչպես կամերաները, ինչպես հարկային դաշտը, ինչպես օրինական դաշտը, դատավորները, հարկայինները, մի խոսքով կոռուպցիան, դատա իրավական դաշտը, սահմանադրություն, օրենքներ, մի խոսքով, ինչպես բոլոր խոստացած բաները, այս հարցը եւս մնաց չլուծված։ Եվ հիմա Պեսկովը հայտարարում է, որ Գազպրոմին ինքը Հայրուսգազարտին էլ ներքին շուկայական գնով չի վաճառելու, այսինքն գնալու է ավելի բարձր գնով, որը ենթադրում է, որ արդեն Գազպրոմ Արմենիան ավելի թանկ է վաճառելու, քան հիմա։ Այսինքն պայմանականորեն ասեմ, եթե 200-300% էր իրանց եկամուտը միջև հիմա, այն հանգամանքով, որ գները բարձրացնելու են սրանք, եւ արդեն հայտարարում են դրա մասին, հանգիստ կարա Գազպրոմ Արմենիան թանկացնի, ինչ է կարծում Փաշինյան Նիկոլ ասելու է, չէ, չեմ գնում այդ գազը, ես Պարսկաստանից եմ բերելու, իհարկե ոչ։ Ինչ է կարծում այսքան հարձակումից հետո Հայաստանի վրա այս ապուշը այլ բան ասելու, որ մենք հրաժարվում ենք ԵԱՏՄ-ից, կապեր ենք հաստատելու Եվրոմիության հետ, հա? Ոչ իհարկե։ Մի քանի պատճառով ոչ, որ նախ Հայաստանը պատրաստ չի Եվրամիություն ինչ-որ մի բան արտահանել, ուղղակի ես թվերն ասեմ։ Պարզ թվեր, ես սիրում եմ թվեր, ես որ ամբողջ օրը զանով եմ զբաղվել։ Հայաստանը Ռուսաստանի հետ առևտուր ունի մոտավորապես իր հնայի 42-43% չափով։ Գիտեք, համարյա հնայի կեսից մի քիչ, դա Ռուսաստանի հետ առևտրի հաշվին է, որը բերում է դեպի Հայաստան տարեկան մոտավորապես $12 միլիարդ։ Դե հիմա հանեք։ Դե հանեք շրջանառությունից 40-42%։ Իսկ Եվրոպայի հետ 7-8%։ Հասկացեք ինչա կատարվելու Հայաստանի հետ։ Իսկ այդ 42%-ը դա $12 միլիարդ է։ Այն որ ասում ես որ մեկը գտել է Հայաստանում ամեն ինչ լավ է։ Օհ լալա։ Հա, դե ասենք գնում է մեկ Ֆրանսիայից կամ Ամերիկայից, գնում է տեսնում է կաֆեները լիքն են, ռեստորաններում տեղ չկա, լավ է իհարկե։ Հենց այս 12 միլիարդն է դու լկմետ հանեք, պլյուս կոռուպցիան ոչ միտեղ այնքան, ասենց ասեմ, չի աճում, վարդի նման չի սենց փտտում, քան Հայաստանում։ Ոչ մի բան գին չունի, ոչ մի փող, աշխատած փող չի, որ մտածեն արժի ցպնեմ, թե չէ։ Ջրի եկած, ջրի տարած, համարը ծպում են ռեստորաններն ու կաֆեները։ Դե հիմա հանեք կեսը այդ փողերի եւ կտեսնեք ինչ է կատարվելու։ Իսկ Ռուսաստանը արդեն հայտարարեց այդ մասին։ Հայտարարեց, որ նրան ընդհանրապես հետաքրքիր չի ոչ մի բան Հայաստանից, բացարձակապես ոչ մի բան։ Նա սա լսենք, ինչ է ասում սրա մասին այս բանը էկոնոմիկայի նախարարը։ Այս իդիոտին լսեք, տեսեք մենք երկիրն ու մենք տվել։ Կա խնդիր, մանր-մունր խնդիրներ են, կլուծվեն, Ռուսաստանը մեր գործընկերն է։ Մանր-մունր խնդիրներ են, կլուծվեն։ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց, ջերմուկը վնասակար է ռուսաստանցիների համար։ Նախ արգելվեց ավելի քան 1 միլիոն շշի վաճառքի, Wild Breeze եւ Ozone հարթակները դադարեցրել են Հայաստանի առևտրային ընկերությունների վաճառքները։ Կա խնդիր, մանր-մունր խնդիրներ են, սա ընդամենը սա հին ձենալուծն է։ Սկզբից սիգնալները Ozone, Wild Breeze դրանք էին։ Հիմա ավելի մեծացան, հասանք Ծիրանին եւ վուալա հասել ենք լոլիկին։ Ես ինչ եմ ասում, սրանք անվերադարձ հալվածներ են, որովհետև լոլիկի Հայաստանից գնացող 20-30 տոննայի քվոտան տրվեց Թուրքիային։ Ոչ թե 20-30 տոննայի, եւս
1000 տոննայի, այսինքն բանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ծավալները ներմուծան հասան 600,000 տոննայի։ Այդտեղ մի քիչ մաս ուներ Հայաստանը, դրանից էլ զրկվեց, այսինքն արտահանումից զրկվեց ոչ թե մենակ գյուղացին, դա կլիներ ծիրան, խաղող, դերձ, ինչ որ նաեւ լոլիկ արտահանողները։ Նույնիսկ կրկնեմ թիվը 42% հնայի վերանալու է շուկայից 42% տնտեսվալողների սննկանալու են, որովհետև իրանք այդ արտադրանքը չեն հաշվարկել հայկական պայմաններում սպառելու համար, որովհետև Հայաստանը ինքնիանով այդքան ապրանք չի կարող սպառել, այն էլ այդ գներով, եւ եթե այդքան ապրանք մնա հայկական շուկայում, նախ գինը կիչնի զգալիորեն, իսկ այդ իջած գնով հայկական արտադրողը չի կարող շարունակել իր արտադրանքը։ Դուք հասկացեք մոտարապես վնասների չափերը, իսկ այդ մարդիկ բանկերի հետ պայմանավորվածություն ունեն, վարկեր ունեն լիլախտավոր դրամների։ Սա է տնտեսական հետևանքները, անվերականգնելի հետևանքները, որը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ սա պայմանավորված խաղ է, այսինքն ես քեզ մի քիչ բզբզում եմ, Նիկոլ Փաշինյան, դու օգտվում ես առիթից եւ դու հաղթում ես, որովհետեւ տնտեսության մեջ սենց է, եթե քո տեղը շուկայում մտավ այլ մարդ, դու շուկա այլևս չես կարող վերադառնալ, վերջ, այդպես է։ Նույնը եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, երբ որ սկսեց 1 տարի առաջ ուղիղ այս տարիֆների պատերազմը, ես այն ժամանակ ասեցի, որ այս ամեն ինչի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը կորցնելու է, կորուստներ ունենալու, Ամերիկայի այն շուկաները, որոնք ինքը տարիֆների պատճառով կորցնելու է անպայման, որովհետև անպայման սողոսկելու է Չինաստանը, նշանակում է այդ շուկան Ամերիկայի Միացյալ Նահանգները կորցրեց հավերժ շուկայական տնտեսությունն այդտենց է։ Ինքը տենց է, եթե դու կորցրեցիր մեկ շուկա, մնացածը բոլոր ատամները սրա սպասում են քո տեղը զավթելու համար, ու դու կյանքում ես դու չես կարող հետ վերադառնալ, որովհետև հետ վերադառնալը տասնյակ անգամ ավելի դժվար է, քան եղածը պահելը։ Հիմա նույնը եղավ Հայաստանի պարագայում եւ 12 միլիարդ դոլար մոտարապես այս տարի Հայաստանը չի ստանա հնայի մեջ։ Շատ բաներ իհարկե կախված է թե ինչպես կասնեն ընտրությունները։ Սա ես խոսում չի ստանային պարագայում, երբ որ Փաշինյան Նիկոլը մնա իշխանության, որովհետև եթե ինչ-որ մի բան արդեն հնարավոր չի վերականգնել, նոր իշխանությունը կարող է ձևեր գտնի գոնե կոմպենսացնելու ինչ-որ մի բան։ Այն որ վնասը հասցված է արդեն, որովհետև ես ասեցի, պամիդոր արտադրողները, լոլիկ արտադրողների նկատի ունեմ, ծիրան արտադրողները նրանք հավերժ կորսեցին, ջերմուկը կարող է սպասի մեկ ամիս, լոլիկն ու ծիրանը ոչ։ Էլ չեմ ասում, որ լոլիկը ընդհանրապես էլ կարող է չգնա Մոսկվա, որովհետև տեղ ընդունում են արդեն թուրքականը, վերջացավ գնաց։ Հիմա ասենք քանի որ ամեն օր ակտիվ խոսում է ադրբեջանցիների այդ 300,000 շահերտավոր եմ ասում, ոչ մեկը չգիտի ինչքան են պատրաստում ներմուծել Հայաստան այս տականքները, Ադրբեջանի ներմուծման, ադրբեջանցիների ներմուծման հարցը քանի որ շատ է քննարկվում եւ աչուձախ խոսում են, Նիկոլ Փաշինյանը հասկանալով դրա հետևանքները փորձում է հերքել։ Ինքը հերքում է, Ալեն Սիմոնյանը հաստատում է։ Ինքը հերքում է, Ալեն Սիմոնյանը հաստատում է։ Եվ այս տեսանյութը տարածել էին նաև թուրքերը, ադրբեջանցիները, որ տեսեք, Հայաստանի պարլամենտի նախագահը, տեսեք մեր շահերը ոնց է պաշտպանում Հայաստանում, տեսեք սա։ Жили же азербайджанцы на территории Армении. А давай вот весь этот наш разговор закончим на том пункте, что, ребята, все закончилось. Назад смотреть нельзя ни нам, ни вам, ни об... Ինքը արդեն որոշել է, որ հետ նայել չի կարելի։ Ոչ մեզ, ոչ ձեզ, ինքը արդեն որոշել է։ Սա տխմարության աստիճանը նայեք, որ ինքը արդեն նախ որոշել է Հայաստանի համար, եւ նաեւ որոշել է արդեն
Ադրբեջանի համար։ Դե սա այն կենթանին է, որ համարում է Հայաստանի անվտանգության երաշխիքը դա Ադրբեջանն է։ Բայց այդ պարադին Հայաստանի անվտանգության երաշխիքին ինչի՞ չեք բերել իրաց լորքով։ Բա բերեիք։ Բայց իսկական ժամանակներ պարադ է կանում Հայաստանի անվտանգության երաշխիքը, բայց չկա մի հատ անցնի։ Азербайджанская сторона, не армянская сторона. Вот этот То есть это нулевая точка. 8 августа. Мы 8. стискиваем зубы и продолжаем жить. Зачем стискивать Ну зубы? потому что больно этим людям. А им не больно? Հա։ Ասում են ինչ անեք, իմ ատամներս սեղմած ապրեք, ասում են չես ատամներս սեղմում։ Որովհետև այս մարդկանց արցախցիներին դուք զրկել եք տնից տեղից, դրանք ցավ այրանց համար, ասում իսկ ադրբեջանցիներին ցավ չէր։ Պատկերացնում եք իմ ադրբեջանցիները ինչ հաճույք են ստանում այս տականքին լսելու։ Ես ես նորից եմ ասում, ոչ մեկ, ոչ մի ազգ ինքը այդ պրակտիկան չունի դավաճան սիրելու։ Չունի, էլի մանավանդ թուրքերը։ Իրանք միշտ սրանց օգտագործել են, բայց վերջում առաջինը իրանց են սատկացնել։ Որպես պատմական օրինաչափություն, բայց գնանք առաջ։ Выйди из этой планеты. Кому им? Азербайджанцам не больно? Слушай, ну я за Арцах больно? Слушай, они считают, что 30 лет мы оккупировали 20 и более процентов. Բա, ասման, խոսում են, իրանք իբր կարծում են, որ 30 տարի օկուպացել են ժողովուրդ ջան։ Պատրաստվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Արցախյան ցանկացած պատերազմի, ծառայել են Արցախում։ Պատրաստեք, դուք օկուպանտի հոդվածով դատվելու եք։ Հա, ով գիտի Ադրբեջանը ինչ է ուզելու Նիկոլ Փաշինյանից։ Ով գիտի։ Իսկ կասկածում է մեկը, որ Ադրբեջանը ուզես մտան Նիկոլ Փաշինյանից, Նիկոլը անող է։ Հա, ինքը հայտարարելու ախպեր օկուպանտ եք եղել։ Այս սրանք ռազմական հանցագործներ են։ Ցույց ուղարկելու, ասեն դե ուղարկեք այ բան Ադրբեջան։ Պատրաստ եղեք։ Ինչ կապված Արցախյան պատերազմի հետ, հուշահամալիր, եռաբլուր, նկարներ, թատրոններ, քանդակներ, ամեն ինչ քանդել է տալու։ Պատրաստվեք։ Սրանք մեզ դրան են պատրաստում։ Մեզ պատրաստում են, որ դուք քիչ-քիչ դուրս եք գալու ձեր տներից, որովհետև ոչ մի հայ ադրբեջանցու հետ չի ապրել։ Որովհետև այդ ադրբեջանցի ինչա կերտա, որ Հայաստանում ավելի շատ պաշտպանված է լինելու, քան հայը։ Պատրաստվեք, ժողովուրդ ջան։ Դուք իմացեք ինչ եք բերում, ով ընտրելու է սրանց, թող իմանա ինչ է բերում Հայաստանի գլխին։ Ну, я думаю, что за Агдам может быть больно, за Физули, а за Арцах что больно? Они там жили в Арцахе? Конечно, жили. А вот ты думаешь, там жили только армяне? Ну, большинство было армян, 70 с чем-то процентов. Ну, а 30. не большинство. Ну, пускай возвращаются эти 30%, они же не возвращаются. Ասում ապրում են, դե ուզում եք վերադառնալ, ինչը մի տոկոս, թող վերադառնան, չեն վերադառնում, չէ։ Ալենի պատասխանը լսեք։ Я не понимаю, я реально тебя не понимаю, потому что Չեմ հասկանում քեզ, ինչի չես հասկանում։ Խոշոր երջերավոր տականք, ինչը չես հասկանում։ Հա, դու չես հասկանա, գիտես ինչի։ Հայաստանում քեզ ոչ մեկ չի հասկանալու, ոչ մեկ չի ներելու։ Բացի նույնիսկ եմ ասում նրանց, ով մոտիվացված է ինչ որ մի բանի դիմաց քեզ հասկանա, քեզ ընդունի, ոնց որ կաս։ Բայց նա թորեք ցանկացած նիկոլականի տակ, ասեք ինչա կատարում։ Դե դուք գտնեք մոտիվացիա։ что я считаю, что то, что ты делаешь, противоречит тому, что ты говоришь. То есть ты одновременно говоришь о том, что ну да, мы должны жить и все такое, а одновременно у тебя все время как Չի հանգստանում ինքը դեմքի արտահայտության ունեք դեռ խոսում է Նիկոլ Փաշինյանը նման ոչ մի բան չասելով։ Սա լսենք մի հատ։ Սերժ Սարգսյանը պիտի չլինի վարչապետ, բազմիցս իթիվս այլ պատճառների, որոնց թվում կարելի է նշել, այն ինչ որ ես նշել եմ բազմիցս, նա առաջին անգամ նրա կառավարման օրոք հայկական կողմը Ղարաբաղի կոնֆլիկտի ընթացքում տարածքային կորուստներ է ունեցել։ Բա Նրա կառավարման տարիներին Հայաստանի հնան ոչ թե աճել է, այլ նվազել է։ Բա Նրա կառավարման տարիներին արտագաղթը
մեծ տեմպերով շարունակվել է եւ ընդ որում ես համոզված եմ որ նրա վարչապետ դառնալուց հետո ել ավելի մեծ թափով է շարունակվելու եւ Սերժ Սարգսյանը վարչապետ պիտի չդառնա որովհետեւ ինքն է ասել նաեւ որ համարում է սխալ որ որևէ մեկը իր կյանքում Հայաստանից 2 անգամից ավելի հավակնի պետության ղեկավարի կարգավիճակի բացի իրանից այն ինչ որ ինքը ասում է Սերժին վերաբերում է բայց իրան չի վերաբերում դա հող հանձնել, 2 անգամ աշխատել վարչապետ։ Էսի ձեր գերագույնը ասում էր 20 թվին, որ պատրաստ է զոհվել Արցախի համար։ Մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Նայում է, ես չի ասում հանուն Արցախի Հայաստանի, ասում հանուն մեր հայրենիքի։ Դե հիմա հասկացեք ո՞րն է այդ հայրենիքը։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Ու էսի նույն ձեր գերագույնը ասում է 20-26 թվերին, որ Արցախը հանձնեց իբր թե ձեռք բերեց Հայաստան։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, ես ուզում եմ տեսնեմ այն տականքի հայացքը, դեմքը, որը սա համարում է նորմալ եւ հարցնել իրան ինչի դիմաց անկեղծ ասա էլի մամոթ հա անկեղծ ասա մեզ ինչի դիմաց ես փուրը տալիս քեզ ինչ են տվել որ մեզ դու փուր ես տալի որովհետեւ ոչ մի բանական մարդու համար սա չի կարա նորմալ լինի։ Գիտեք բանական մարդը որ դա որ հաց ուտելուց պատարակաղով որ բանա վերցում չի տանում մցնի աշկը։ Տանում է բերանը։ Այդքան բան հասկանում է որ պատարակաղը չի կարելի մցնել աշկը։ Չէ՞, դա բանական է։ Նույն ձևի սա է։ Ոչ մի տարբերություն չկա։ Իսկ եթե սա չի տենում, պետք է հարցնել դու ինչի դիմաց չես տենում։ Ջինը դաս։ Այս տղեկի արածը գնաց լորի վրա, գցեց ջուրը, տակակը։ Նեքսը։ Ես 44 օրվա պատերազմի մասնակից եմ, ես ջերմուկ եմ եղել, որ անցյալ ամիս էր, ես ամսվա 8-ին դուրս եմ եկել, մեզ ասեցին է դիրքը պետք է հանեք, բան արեք, էլի զինամթերքը հանեք, սաղ մեքենան դցրեք, որ տանում ենք ուրիշ դիրք։ Այդ դիրքը տվեցին Թուրքի։ Ինչ ձև չէին կարանել, որտեղ մեզ չեն եկել փոխել, եթե փոխել ունենային, պետք է այդ պոստը մնար։ Կասկածներ կա, իսկ ասում Ադրբեջանը չի կրակում, Ադրբեջանը ինչի պետք է կրակի, որ ինչ պետք է դու տալիս ես, տականք։ Պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, տդի բունալով ձեզ գնդակահարություն է ասում, տդի բունալով։ Իդեպ չենք մոռանում տարածել, բաժանորդագրվել, սեղմել լայքի կոչակը եւ օգնել ալիքին։ Կարող եք բաժանորդագրվել նաեւ Patreon-ում։ Իսկ մենք հիմա անցնենք առաջ։ Դուք քաղաքականապես տգետ եք ու նաև հանցագործ, հիմա կասեմ թե ինչ։ Ասում է Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլայական չի ոնց ասում, ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ, այո ասել եմ ժողովուրդ ջան, ասել եմ որովհետեւ վարչապետը ընտրվել եւ իներցիայի մեջ եմ ընկել եւ նաեւ հավատարիմ ու նվիրված եմ եղել այն գաղափարներին, որոնցով մենք 30 տարի ապրել եւ դաստիարակվել ենք, բայց դա գիտեք ինչն է, մի կարևոր առանձնահատկություն, դա ասել եմ եւ դրա արդյունքում է որ հասկացել եմ եւ իրար հետ հասկացել ենք որ Քաղաքագիտության Իներցիայով է ասե։ Մոլորված է եղել, հենց դարձավ վարչապետ հասկացավ, որ դա այդքան էլ լավ բան չի։ Կարելի է ծախել։ Արդեն վարչապետ է, չէ ընտրվել է, հետո հասկացել է, որ դե ինչ անենք ասել ենք։ Սա մոռացել է, որ ինքը դրա դիմաց է ընտրվել վարչապետ։ Հա դե մտածել է, դե ինչ անենք, հիմա վարչապետ է, հիմա ասեցի, հիմա կարող հակառակը անեմ, մեկը ինձ դրա համար ոչ մի բան չեն անելու։ Հիմա ես հարց եմ տալիս տխմադին ընտրողներին։ Այ հանցագործներ, դուք ոնց կարող եք այսքան սուտ խոսացող մարդու խոսքերին ավարտել։ Հեսա մեր եկերեու չկլսենք իրա դիտողություններն անշուշտ կլսենք, որտեղ հետաքրքիր է։
Հա? Ինչ գիտեք վաղը ինչա հասկանալու, որ ինքը սխալ է ասել։ Ինքը վաղը հասկանալու է, որ ամեն դեպքում Ալեն Սիմոնյանը ճիշտ էր։ Հա, Ալեն Սիմոնյանը ճիշտ է, պետք է բերել այդ ադրբեջանցիներին, բա ոնց մենք պետք է եղբայրաբար ապրենք։ Մանավանդ ոստեղ Հայաստանում միշտ չի որ հայերեն ապրեն։ Որ նշանակում է, որ մի որոշ ժամանակ էլ հայ չի ապրել։ Ընտրեք Փաշինյան Նիկոլին։ Ով ուզում է իրա վերջը, իրա վաղճանը թող ընտրի Փաշինյանին։ Լսենք ընկերոջը։ Մեր գոյություն ունի sound judgment տերմինաբանությունը, որը նշանակում է սառը դատողություն, սառը դատողություն։ Երկրի ցանկացած ղեկավար պարտավոր է ունենա սառը դատողություն, ոչ թե ընկնի իներցիաների տակ ու տակ գլխով որոշումներ կայացնի, քանի որ նրա ցանկացած կայացրած որոշման արդյունքում պատասխանատուները ոչ թե ինքն է, այլ պատասխանատուները մի ամբողջ ազգ է։ Այստեղ, եթե դուք սովորած Չէ, պատասխանատուն ինքն է, ուղղակի պատասխան է տալիս ամբողջ ազգը իր կյանքով։ լինեիք, եթե դուք դպրոցը նորմալ ավարտած լինեիք, եթե դուք գոնե մինիմալ բարձրագույն կրթություն ունենայիք, ոչ թե փողոցից գայիք նստեիք ու ուզենայիք երկիր կառավարեիք։ Այս ամեն ինչի մասին Նա դեռ ուրիշ բան ասեմ, էլի ներողություն հաշուշտ, ոչ թե փողոցից գայիք, այլ փողոցից բերեին, նստացնեին կիմանայիք։ Իսկ հանցագործը, քանի որ ձեր արած գործողությունների արդյունքում մի ամբողջ ազգից 5000 երեխա գնաց եւ զոհվեց, որի արդյունքում մենք ունեցանք շատ մեծ տարածքային կորուստներ։ Մի ամբողջ պետություն կորցրեցինք։ Իսկ այստեղ ձեր հանցագործությունն է։ Այսքանից հետո, սիրելի Նիկոլա Պաշտպաններ, ինչ կասեք։ Ինչ էական ինչ ասեն։ Ինչ կասեն, իրենք միշտ էլ ասելու բան կունենան։ Ինչ էական ընդհանրապես։ Չեք նկատել, որ իրաց խոսույթի մեջ բանը չի, տրամաբանությունը չի։ Ուղղակի, բառեր ասելն է։ Ուղղակի հակադրվելու ցանկությունը։ Այսօր ես 1 ժամ ավել TikTok-ում եմ ունեցել եթեր։ TikTok-ով, ես արդեն TikTok-ով եմ եթերներ անում, բա։ Դե մասան լրիվ ուրիշ է։ YouTube-ը շատ ավելի ցիվիլ ու կանխատեսելի է։ Ասում եմ լավ, հրավիրում եմ Նիկոլ երազողներին, ինձ գրեք, հայերեն, եթե գրել գիտեք, ինչու եք ուզում իրեն փաթաթել մեր վզին, որն է ձեր նպատակը, ինչն եք հավանում, ինչի համար, հայոյան գրելու փոխարեն, գրեք իմանանք ինչի եք ուզում այդ մարդուն։ 1 ժամվա մեջ 1 հոգի գրեց, ասեց, որովհետև Հայաստանում լավ են կապում։ Ասես նա ոչ անուն ունես, ոչ ազգանուն ունես։ Ես չգիտեմ դու Հայաստանում եթե լավ ես ապրում, այս բահի, հա? Ու դա կապում ես Նիկոլ Փաշինյանի հետ, ահավոր է։ Ես դու ոնց կարաս վստահ լինես, որ այն ինչ որ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ, դու ունենալու ես նաև վաղը։ Բայց 1 ժամվա մեջ մի հոգի ա գրել։ Մի հոգի ցանկացած սրանց էջը բացեք, որ մեկը գրում է Բեռնեն վարչապետին եւ այլն։ Այդպես նկարը նայեք։ Մի նկարը կամ երեխայա ծաղի կամ էլ կինա 70-ից։ Դու հասկանում ես, որ իրական ռեսուրսի մեջ, սա իրական գետնի վրա աջակցությունը սրա մոտ է 0-ին։ Եթե 0-ը չի, մոտ է։ Ես դա էլ ընթացքում էլ կապացուցեմ։ Ադրբեջանը ասում է Լեռնային Ղարաբաղ չկա, գոյություն չունի։ Բայց ես կարող եմ ցույց տալ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ թուղթ, որտեղ ասում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղը ունի տարածություն եւ Լեռնային Ղարաբաղը ունի շփման գիծ, այսինքն ուրվագիծ։ Շում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կոծրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով մենք բացատրենք։ Գիտակցված զողողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Գիտակցված զողողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Գիտակցված Տարեք, ցանկացած Նիկոլ Օտրովի դեմ ասեք, ապեր այսքան էսի նայի, էսի հո ես չեմ պատմում, ես տականքն է խոսում, չէ, քո Աստվածն է խոսում, այն ների ծնունդ։ Ասա, աստեղ ինչն է նորմալը։ Եվ ինչի դիմացա սա նորմալ։ Այդ ոնց կարող է 23-ի սահման ունենա, հա, դու պնդես, որ դու ես գրել, ես սահմանել, 26-ին պնդես, որ դու սահման չի ունեցել, ընդհանրապես դա մերներ չի ունեցել։ Հետո ասես, հա, ես եմ արել, գիտակցված եմ արել, ու դա նորմալ է։ Դու ես եմ ասում, ժողովուրդ ջան։ Բազմաթիվ իմ
հետազոտությունների անալիզի վրա ես ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, սա ների զավակ է, իր բոլոր գործողություններով, բոլոր, ես կարծում եմ, բանից հետո, Էփստինի ֆայլերը բացահայտելուց հետո, այդ իրականությունը, հա, այդ սատանիզմի բացահայտելուց հետո, որ աշխարհում մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ աշխարհի էլիտաներում այդ տիրող իրավիճակների վրա մարդիկ սատանու են պաշտում, զոհաբերություններ են անում, հա, վախեցած երեխեքի արյուններն են խմում, որ իրանք երիտասարդ մնան, դուք հասկանում եք, չէ՞, դա կա, ռեալ է, սա բան չի, ասում ոչ մի բան Աստծո ներկայությունը, Աստծո գոյությունը այդքան չի հաստատում, ինչքան ների ակտիվանալը, հիմա սա ներն է, իր բոլոր դրսևորումներով, եւ ռիտուալներով, եւ խոսքով, եւ վարքագծով, Հայաստանում խոսում է թուրքերեն։ Ձեզ անուշ լեզուն, հա? Գալոբ Հայլյանն է։ Քաղցրած է լեզուն, Էրդողանի պրաստիտուտն է։ հարազատ չի։ Ամոթ ձեզ։ Մանկուրտ, գիտեք ինչ է նշանակում։ Գիտեք ինչ է նշանակում։ Այ քեզ Աստված ինչ լավ է։ Who you are? No, it's not so. Who you are? What's your name? Turkish? No, you can say me stop. You can say me stop. This is my homeland. And I'm Armenian. I'm talking in Armenian. This is my land too. What's your name? What's your name? Թուրքը ասում է այսին երկինն էլ է։ You feel like Armenian? Why are you talking in Turkish? Ջան, ամբողջ թուրքական գործակալները բոլոր ակտիվացված են եւ գտնվում են Հայաստանում։ Ես սպասում եմ մի հատ թուրքի ծնունդ կա է, բանը որ ամբողջ սփյուռքի թուրքացման զբաղված Զարե Սինանյան անունով գամով։ Ես սպասում եմ դա եփածալելու։ Որովհետեւ տարօրինակ է, բոլոր թուրքի գործակալները Հայաստանում են, այդ ինչ որ մի տեսակ չկա։ Սպասում եմ, որովհետև իրանք էլ են հասկանում, սա իրանց համար կյանքի եւ մահու կռիվ է, հասկացեք, մեր համասագործությունական կռիվ է, իրենց համար է, թուրքերի չէ, Նիկոլի, որովհետև իր համար սա լինել չլինելու կռիվ է, ապրելու եւ կամ չապրելու կռիվ է, ավելի շիշտ չապրելու, որովհետև ամեն դեպքում ինքը չի ապրելու, Նիկոլ եւ Նիկոլինկից կենթանիներ, ուրեմն լսեք, եթե նույնիսկ դուք կարողանաք ինչ որ ձև զավթել իշխանությունը, դուք ապահովում եք ձեր մահկանացուն շատ ավելի արագ, քան եթե դուք զրկվեք իշխանությունից, որովհետև իշխանությունից զրկվելու պարագայում ձեզ դատական կարգով են հետապնդելու, եւ դա ժամանակ անցում, հետո Հայաստանում գնդակահարություն չկա, հասկանում եք, բայց հաղթելու պարագայում շատ կարճ ժամանակ հետո դուք էլ ձեր տերերին պետք չեք, նախ դուք չեք կարող երկար իշխանություն պահեք, բացառվում է, երկրորդն էլ ձեր ֆունկցիան կատարելուց հետո ձեզ տերերը ձեզ չեն դատելու, ձեզ սատկացնելու են վերջի քուտիկի պես, այսինքն սատկացնելու են ուղղակի, իրենք սիրով են դա անելու, հետո մեր համակրանքը շահելու համար դա մեզ ցույց կտան, որ ասեն, տեսեք, մենք պատժեցինք ձեզ դավաճաններին, վստահ եղեք հայերը տապ են տալու, վստահ եղեք, դե հիմա հասկացեք այս ընտրությունների կարևորությունը, որ ինչքան թուրք աջակից ունի Հայաստանում է, սա լսենք, երեխան ինչ դասեր է տալիս, Վիրավորում եք տարբեր կեղծ պատճառաբանություններով ազատվել։ Դուք նաև վիրավորում եք տարբեր քաղաքական գործիչների եւ ժողովրդին։ Ես ժողովրդին չեմ կարող վիրավորել, ժողովուրդը իմ գործատունն է, իմ տերն է ժողովուրդը, ես ոնց կարամ ժողովրդին Ես շատ եմ վիրավորել։ լուրեր նայում, հանգիստ եք։ Սխալ լուրեր են ցույց տալիս, սխալ լուրեր, այդ ինքը չի, բալես, սխալ լուրեր են ցույց տալի, հա, այդ որ տենում ես ինքը խոսում է, այդ ինքը չի, հարգելի երիտասարդներ, քանի եկել է տեղը ասեմ էլի։
Ուրեմն Նիկոլ ընկերելուց պետք է շատ լավ իմանաք, հարգելի երիտասարդներ, որ դուք պետք է հրաժարվեք, այսինքն դուք կամավոր հրաժարվում եք այլևս Երևանում սովորելուց։ Իսկ ինչ է նշանակում ուսանողի համար Երևանը։ Դա Երևանյան գարունն է, աշունն է, ձմեռն է, ամառն է, Աբովյան փողոց, Տերյան փողոց, Պուշկին, քաղաքի կենտրոն, Կասկադ, այգիները։ Այսինքն դուք հրաժարվում եք, որտեղ ձեզ զրկելու են այդ ամեն ինչից։ Ես ձեզ հիշեցնեմ, որ Փաշինյան Նիկոլի նպատակն է բոլոր, նաև ուսումնական հաստատությունների շենքերը խլել ձեզանից, հարգելի ուսանողներ, եւ տալ օլիգարխներին, որոնք տեղերը կկառուցեն հյուրանոցներ, պոռնոկատաներ, չգիտեմ, ինչ ուզեն, ինչի պահանջարկը կա Հայաստանում միշտ եղել է։ Եվ ձեզ կուղարկեն մի հատ հերո միտեղ, որտեղ դուք շատ արագ կհասկանաք, որ դուք զրկվել եք ձեր ամենակարևոր բանից, ձեր միջավայրից, ձեր տուն գնալ գալու հնարավորությունից, ձեր սիրած տեղերով պատտվելուց։ Երաժիշտները, որոնք կզրկվեն կոնսերվատորիայից, ֆիլհարմոնիա, օպերա, ուղիղ մտնել դուրս գալուց, կամերային տուն, փոքր դալիճ, դուք կմոռանաք ինչ է նշանակում սովորել եւ աշխատել։ Դասախոսները նաև որ համաշխատում են, համ դաս են տալի, կմոռանան դա ինչ է, իրանք հասկացված կլինեն ընտրել դաս են տալու, թե աշխատելու են։ Իրենք հասկանալ են, որ դաս տալու համար աշխատավարձը բավարար չի ապրելու համար, բայց ինչ անեն։ Միայն աշխատանքն էլ առանց դաս տալու էլի բավարար չի, բայց ես դա ոչ մեկ չի հարցնել։ Ձեզ ասելու են, գիտեք ինչ, այսուհետև կոնսերվատորիան չի կարող լինել ֆիլհարմոնիա եւ օպերայի կողքը։ Որովհետև massամբ արդեն այդ պրոյեկտը գծած է եւ իրականացված է։ Նույնը լինելու է եւ դերասանների հետ, դերասաններն սովորում են, սերիալներում են խաղում, թատրոններում են զբաղված։ Դուք զրկվելու եք ձեր շենքերից, որտեղ ձեր շենքերը շատ լավ տեղեր է, տեսեք ինչ օֆիսային տարածքներ։ Տեսեք ինչ սիրուն բնակարաններ կարելի է տեսարքել։ Քառակուսի մետրը 2-3 հազար $-ով վաճառել, միշտեր գյոզալ, ընտիր տարածքներ կորում են, որ ինչ որ դերասաններ այնտեղ դերասանություն սովորեն։ Այս մարդկանց դա հետաքրքիր չի։ Բժիշկները դուք չեք ունենալու ձեր սիրած տեղերում սովորել, աշխատել հիվանդանոցներում, չգիտեմ, պրակտիկա անցնել, չի լինելու դա, որտեղ ձեր ինստիտուտի տարածքն էլ է շատ գայթակղիչ դա։ Եվ այսպես բոլոր մասնագիտությունների մեջ, բոլոր։ Այսինքն ուսանողներ եւ դասախոսներ, եթե դուք գնում եք Նիկոլին ընտրելու, դուք ընտրում եք ձեր ոնց կարելի է ասել։ Ձեր վախճանը, մասնագիտական, անձնական չէ, էլի ֆիզիկապես չէ։ Դուք ընտրում եք, ասինքն վերջը։ Ես ուղղակի չգիտեմ ուրիշ ձեն ոնց կարելի է նկարագրել։ Տեսեք, խոսեցին ընդամենը ուսանողների եւ դասախոսների մասին, բայց ես նույն բանը կարող եմ ասել բոլոր ոլորտների մասին։ Բոլոր բիզնես, գյուղատնտեսություն, մոռացեք։ Արդեն իհատանալ ձեր համար փակա, վատ են չի որ փակա, վատն է որ ոչ միտեղ բաց չի։ Ոչ միտեղ։ Ես դուք չեք իմանալու ձեր արտադրանքն ինչ անեք։ Դուք մնալու եք վարկերի տակ, ստիպած ամեն ինչը ջրի գնով վաճառեք, եւ այդ ժամանակ գալու է փրկիչ թուրքը, ասի դուրից կոպեկներով գյավուր։ Դու չես կարողանում քո երկիրը պահես, չունես այդ հնարավորությունը, արքո փողը վաճառի ինձ ամեն ինչ որ ունես հողատարածք, թուրքը ոնց է սիրում հող, իսկ հայը սիրում է փող։ Ամեն մեկը կստանա իր ուզածը ու խաղաղ հրաժեշտ կտան իրար։ Իսկ ամեն ինչը շատ լավ հասկանում է Փաշինյան Նիկոլը։ Դուք եք ամեն ինչ կոպեկներով կառնի, դուք էլ հնարավորություն կունենաք մի օթանաբի տոմս գնել, հարգելի բիզնեսմեններ, ֆերմերներ, չգիտեմ։ Հայաստանում կմնա մի քանի բիզնես անպայման։ Դրանք ռեստորաններն են, մաննավաճառներն են, արտիստներն են, բաններ, ով էր ասել, Նապոլեոնը, որ քաղաք է գրավում, կառապաններին եւ արտիստներին եւ պրոստիտուտների մաննավաճառներին ձեռ չտակ։ Դրանք ծառայում են ցանկացած իշխանությանը։ Այո, Հայաստանում կմնան դրանք։ Մի քանի ռեստորան, մի քանի մատուցողներով, մի քանի կաբարեներով, պետք է աշխատեն, թե չէ։ Մաննավաճառները պետք է աշխատեն, թե չէ, թուրքերը գալու են սոված հայի մսի եւ աջունի կարոտ։
ճոխ կվճարեն դրանց համար։ Սա է լինելու Նիկոլ Փաշինյանին ընտրելու պարագայում։ Ես չգիտեմ, քանի հոգու է գայթակղիչ թվում այս ապագան։ Ու սա չափազանցություն չի։ Շատ հայկական քաղաքներ Արևմտյան Հայաստանում անցել են այս ճանապարհը։ Անցել են, մտածել են չդիմադրելը ճիշտ է։ Այ մենք հիմա չենք դիմադրի, թուրքն է էլի, ես կխնայի։ Ով գիտի, գուցե հենց սա տեսնելուց էր, որ խեղճ Կոմիտասի ոգին խառնվեց իրար եւ ընկավ դեպրեսիայի մեջ։ Չէ, չխելագարվեց, ընկավ դեպրեսիայի մեջ։ Որովհետեւ երբ որ նրան հետ բերեցին համաշխարհային գերտերությունների ղեկավարների պարտազանքով, խնդրանքով, իսկ նա տեսել էր ամբողջ կոտորածը իր աչքով։ Եկավ տեսավ Կոնստանտինոպոլսում հանգիստ կաֆեներ, մարմարազով, դեռ չգիտեմ, կայֆեր, կայծեր, եւ չհասկացա ոնց է սա հնարավոր։ Ոնց է սա հնարավոր։ Չդիմացավ հոգին խեղճ մարդու։ Ես կարող եմ էլի ոլորտների անդրադառնալ, որոնց վատ բան է սպասում, ասենք ոչ միայն բիզնեսներին, ուսանողներին, էլի կան, բայց դրանց մեջ կարելի է իրավապահներին, աշխատողներին, բանակի աշխատողներին, իհարկե կարելի է ասենց անվերջ շարունակել, բայց իմաստը որն է, կարծում եմ հասկացողը հասկացավ, որ այն ինչ որ սպասում է կատարվելու է, չի կարող ոչ մեկի կողքով անցնել, առանց վնասել։ Դե գնացեք Փաշինյան Նիկոլ ընտրեք։ Ինչ որ մի բանի դիմաց։ Հետո կտեսնենք շահացնել ավելի շատ, թե կորցրածը։ Հիմա գնանք առաջ։ Աշոտ Մինասյան անազգանով Սիսիանի ջոկատի հրամանատար կա։ Աշոտ երկաթ մականունով։ Բազմաթիվ անգամ այս կառավարությունների կողմից բանդատվել է, մի շատ հետաքրքիր բան է պատմում։ Մինասյանը նկարահանել է նույնիսկ, թե ինչպես է փախչում Սիսիանի գունդը, նկարահանածը ցույց է տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Գնդի հրամանատարին ձերբակալել են, հետո նշանակել են Նուբանաշենի գնդի հրամանատար։ Գիտեք ինչի՞։ Ճիշտ կատարել է հրամանը։ Այո, դավաճանների մեր մոտ Հայաստանում պարգևատրում են, բացի գնդական են Թուրքիայում։ Այս ամենը տեսնելով Աշոտ Երկաթը եկել է այսպիսի եզրակացության, սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր, ովքեր խուճապ սարքեցին կամ այլ պաշտոնների տեղափոխվեցին կամ հանելով աշխատանքից փորձեցին մաքրել տվյալ անձանց մի խոսքով կեսագրությունը, սա պետության ներսում դավաճանություն է, իսկ հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյան։ Իսկ ով է կասկած։ Դրա համար էլ առ այսօր չի հրապարակվել եւ սրանց օրոք չի հրապարակվելու հանցագործությունների եւ դավաճանությունների ցուցակը, բայց նույնիսկ եմ ասում ամեն ինչ վերջ ունի։ Հատ լսենք այս ընկերոջը։ Արթուր Ամբարձյանը։ Հարսնիկ տուն, մեռել տուն, մարտի 1-ի զոհերից խոսող, մարտի 1-ի մեռելներից խոսող 16-րդ վարչապետ։ Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկի, Հովիկ Աբրահամյանի արծաթասիրության պատճառով Հայաստանի արևմտյան սահմանը ինչ շապի տեղաշարժ է գրանցել, այսինքն Արաքս գետը։ Քանի հեկտար տարածք է անցել Թուրքիային քո վարչապետ լինելու ընթացքում։ Հարսնիկ տուն, մեռել տուն, մարտի 1-ի մեռելներից խոսող Սամոդուր Պադոնակ, մարտի 1-ի մեկ այլ պատասխանատու Սերժիկ Սարգսյանի փոքրիկ փեսան քանի տասնյակ միլիոն դոլար է ունեցել պարտք Արցախի ներդրումային հիմնադրամին, Արցախում գործող առևտրային բանկերին, որը քո որոշմամբ հետ չէ արվել, ժողովրդական լեզվով ասած։ Մարտի 1-ի մեռելներից խոսող Ստահակ, այդ ընթացքում Արցախից բերված է եղել զորք, հրամանատարներն են եղել
Օգանովսկին քանի միլիոն դոլար պարտք է ունեցել ներդրումային հիմնադրամին, որը էլի հեչ է արվել։ Մարտի 1-ի մեռելներից խոսող Ստահակ, Արցախից բերված հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Գագիկ Սարգսյանը քանի միլիոն դոլար պարտք է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամին, որը էլի հեչ է արվել։ Եվ այս շարքը կարելի է երկար, շատ երկար թվել։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ 2007 թվականին Գորիկ Հակոբյանը ձեզ զեկուցել է, որ Նիկոլ Փաշինյանը հավաքագրված է ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ադրբեջանի երևի ազգային անվտանգության կողմից։ Սա նրանց համար, ովքեր դեռ խոսում են Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան իբր տարբերությունների մասին։ Բոլորը հաշտ համենաշտ թալանել են։ Հաշտ համենաշտ։ Այ դա էր ասելուց, որ այ դա նշելու համար է Արտուր Օսիպյանն այսօր բանտարկված, հասկանում եք։ Ինքը կամերաների առաջ ասեց, ախր դու ես դրանց պաշտպանում, դու ես դրանց հովանավորում։ Դու մեզ փող տվել, արա։ Դու ես այդ փողերը դրանց ուղարկում, մենք պայքարում էինք իրանց դեմ։ Այդտեղ էր, որ Փաշինյան Նիկոլը ափերից դուրս եկավ եւ ասեց դուք ընչի չեք մեռել։ Ընչի չեք մեռել խրամատներում։ Ես հիմա եմ իրան հարցնում, բա դու ինչի ինքնասպան չես եղա այդ տականք։ Բա դու գերագույն գլխավոր հրամանատար ես, կապիտուլյացիա ստորագրես ու ինքնասպան չլնես։ Բա կնիկդ ինչի չի տարակել այդ խրամատներում։ Կնիկդ ինչ գործ ուներ, կնիկդ չսիրույթ ինչ գործ ուներ Ղարաբաղի բունկերում։ Ի վերջո դու նորից կրկնեմ, դու որպես հրամանատար ինչ ինքնասպան չես եղել։ Մայրդ ինչի ժամանակին չէր հրաժարվել քեզանից միջև քո ծնվելը։ Այ դա ամենաճիշտ որոշումը կլիներ։ Ես ասում եմ, սրանց մոտ ամեն ինչի մոտ մի հատ մոտիվացիա կա, մի հատ լսենք հենց, հա։ Անկեղծ եմ ասում։ Անկեղծ ասում։ Եթե մեկն ասում անկեղծ եմ ասում, սկսում ես նախադասությունը, ուրեմն ստում է։ Հիշեք։ Հիշեք, ես լիցենզավորված verbal եւ body language analyst եմ։ Եթե մեկը սկսում է անկեղծ եմ ասում, ինձ հաստատ խափում։ Որտեւ անկեղծ ասող մարդը դա ասելու կարիքը չունի։ Ասում եմ ընտրություններին, որ գանք հետ Հայաստան։ Անտանյո Քանդերց։ Շատ հիանալի կազմակերպված ժողովուրդը։ Ինչն է հիանալի կազմակերպված։ Ուղղակի ուրախ։ Ուրախ։ Չափանիշները լսեք, հիանալի կազմակերպված ժողովուրդը ուրախ։ Ինչը, որտեղ, ինչի համար է ուրախ։ Իմ երիտասարդներում դա պիտի ուրախ լինի։ Հա, իր առօրյա խնդիրներով, խնդիրներով, կյանքով, ուրախություններով, հա։ Ինչն է կազմակերպված, ժողովրդի ինչին է ուրախ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Այ, որտեղ ասելու բան չկա։ Ես Ֆրանսիայից եմ եկել։ Ահ, Ֆրանսիայից է եկել։ Ուզում ենք անպայման վերադառնանք, ոչ թե միայն ես, ամբողջ ընտանիքով պատրաստվում ենք վերադառնանք Հայաստան։ Այդ դեպքում հարց է ծագում։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի է արդեն։ Ինչին է սպասում բա դու 8 տարի։ Հասկացաք որտեղ է սուտը։ Ով է ճանաչում, գրեք էլի ով է ճանաչում, եւ վարքյանական parzenk սա ով է եւ միանգամից կհասկանանք սուտ խոսալը։ Ընտանիքով երազում ենք տեղափոխվենք Հայաստան։ Հայաստանում 8 տարի վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ Դա այդքան իդեալական է քո համար, բա խնդիրը ո՞րն է, ինչեւ չեք տեղափոխվել։ Ով ճանաչում է գրեք էլի։ Մեծ հաճույքով։ Այ, մեծ հաճույքով։ Գրեք, խնդրում եմ գրեք։ Եվ մնացածները կպարզաբանենք։ Իսկ հիմա վերադառնանք
հանրային թունավորման կայանի զոմբի աշիկի տաղավար։ Մի հատ լսենք 55 մմ-անոց արկա 150 մմ-անոց հրանոցներ չի մտնում։ Ուղղակի չի մտնում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ուժեղ Հայաստան կուսակցության պատրաստվածության մասին, նրանց պաշտպանության նախարարի տեխնացուի մասին։ Իսկ ինչ վերաբերում է ավելի լուրջ բաների մասին, սիրելի քաղաքացիներ, քաղաքացիական պայմանագիրը 2018 թվականից սկսած։ Մի րոպե, էլի, պարոն Հայկ, երգիծական հաղորդում չի։ Ինչի չի որ չխանձած խոզը Էրեքսակաշին էր, բանը Փաշինյան Նիկոլասից քերթում։ Դուք պատկերացնում եք ինչ էին զգում այն երկրի ղեկավարները, ցիվիլ երկրի ղեկավարները, երբ որ նայում են այդ վանդալին, ոնց էր հարձակվել որդած խոզի մարմնի վրա ժողովուրդը։ Իսկ թվաց Վահագնն է եղել, Փասոնիկը չի եղել։ Այսօր խոսում է։ Բան չի չծիծաղեն, ոնց չծիծաղեն այս ապուշության վրա։ Լսեք։ Փորձեք այդ մեղադրանքը Մուրադի, Անդրանիկ Թևանյանը $622,000 դիմաց ծախել է Հայաստանի Հանրապետության։ Անդրանիկ Թևանյանը պրիմիտիվ մանիպուլատոր ես կպեմ Սա է Հայաստանի քաղաքական բանավեճի կուլտուրան, միջելոց ասել։ Սա է էլի։ Սա է միջև մենք սանից չպրծնենք, այն որ երկու կողմն էլ գրեթե նույնն են եւ ամենահարմարն են իրանց։ Էնի կարողանում է նրան ասի դավաճանը դու ես, էնի կարող ասեմ նրան ես դու դավաճանի, դու չգիտես 150 մմ-ն ինչա, դու չգիտես 200 մմ-ն ինչա։ Բի խոսքով միջև այս ամենը չմաքրվի, ասկան նոր խորհրդարանում ոչ մեկ չկարողանա ասի դու դավաճան ես, դու էլ դավաճան ես։ Այսինքն մարդիկ լինեն, որոնք այդ անձերը չունեն։ Մենք երկիր չենք ունենա։ Իսկ քանի մենք այս շրջապատի մեջ ենք, սա է լինելու։ Մենք նասալցենք։ Ինչու չեք հարցում, ինչու ես չեմ սողվել, ակ հիմա այստեղ ձեր դեմը կանգնած են եւ խոսում են, որովհետեւ ձեր թիմի երազանքն է եղել 120,000 արցախցիներ զոհվեի, որպեսզի դուք այստեղ ավելի հանդես լինեիք։ Ինչի պետք է զոհվեին, եթե ձեր տեղը զոհվում էին Հայաստանի 18 տարեկան երեխեքները, երեխեքներն էին զոհվում, Զենելիտաների տեղն էին զոհվում, Ղափանի երեխեքն էին զոհվում, Սյունիքների երեխեքն էին զոհվում, Վայոց ձորի տղերքն էին զոհվում, Արարատի տղերքն։ Հա, սենց է, լկտիությունը սահման չունի։ Սենց բանա, իրանք նույն խաղի մեջ, քո ժամանակ էր ավելի շատ մարդ զոհվում, թե իմ ժամանակ, իսկ հայ ժողովուրդը գիտի մի բան։ Այն ժամանակ զոհեր կային, որովհետև բանակի թալանը մեծ էր, սահմանը տեխնիկայի փոխարեն պաշտպանվում էր այդ կանսերվի բանկեքով, իսկ հիմա ուղղակի անթակույց տարան սպանելու հետն էլ տվեցին թալանացը, ասում տարածքները, հայրենիքը, մինչև հիմա տալիս են։ Ու նույնիսկ այս պոլեմիկայի մեջ մարդը ասում է ավել լիներ կանսերվի բանկեքով, բայց այն ժամանակ գոնե երկու ավտոմատով կարող են երկիր պահեին։ Հիմա իբր կանսերվի բանկեկը փոխարինել եք եսի միջով, բայց մեր երեխեքին տանում սպանում եք հայրենիքներ տալիս որն արա։ Թերևս այս բանավեճի ամենախելացի եւ միակ հատվածը, որ իրականության հետ համընկնում էր, երևի սա էր Բորիս Մուրադիի խոսքը Փաշինյան Նիկոլի վերաբերյալ։ Ես ասեմ, այս վերջը իմ համար անիմաստ է, քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 150 Այ 150 մմ-ա թե 155 մմ-ա, ինչ տարբերություն։ Որ դուք էլ նեղում եք, մտնում է թե չի մտնում։ Դա ձեր խնդիրն է։ Դուք հետո կտեսնեք որտեղ է մտնում ու ոնց է մտնում, դա ընտրություններից հետո։ Բայց հիմա լսենք Բորիս Մուրադի։ 155 մմ երկար է, բանա, տարբերությունները ինչի է, որովհետև մի թագավոր կար, իմպոտենտ էր, հարեմում 100 կին ուներ, դա ոչ մի նշանակություն չունի։ Երկարական մի րոպե, Նիկոլ Փաշինյանը Թուրքական օրակարգով ապրող աղջնակը հիշում եք, չէ՞, խոսացողը սա Հայաստանի կողմից Ադրբեջան գնացող աղջիկն է, նեղված է, շատ չի թողում խոսա, նայեք։ Նիկոլ
Փաշինյանը, մի րոպե, Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես իմպոտենտ է։ Ինչ զենք էլ 10 այդ մարդը պարտվելու է։ Հիմա այդ ադրբեջանցիների վերադարձի հարցին Ալեն Սիմոնյանը ստեց ասեց օգոստոսի 8-ից հետո նման հայտարարություն չի եղել, դեկտեմբերի 5-ին Ալիևը հայտարարել է։ Հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Ընչեք այսքան սուտ խոսում։ Ընդ որում, այդ հավաքներին ներկա եղել նաև այս աղջնակը, ոչ էր թողում խոսեր։ Ափսոս է, երիտասարդ կան Պետրոս Ղազարյանի հետ պատասխանատվություն կրի։ Այս կեղտոտության, այս դավաճանության համար ուրեմն։ Իսկ այն ինչ որ իրականում ցուցադրվում էր այդ պարադի ժամանակ, հա։ Այս կապ ունի ինչ է ցույց տալիս։ Եթե դա չի աշխատում, եթե դա չի օգտագործվում, հա։ Իսկ եթե լուրջ ուզում եք Հայաստանի պաշտպանության համակարգը ցույց տաք, անվտանգության երաշխիքը, ինչպես հայտարարել էր Ալեն Սիմոնյանը, բա բերեք ադրբեջանական զորքերը թողանցնեին։ Ձեր հայտարարությամբ դա է, չէ՞, Հայաստանի պաշտպանության անվտանգության երաշխիքը, բա բերեք թողանցնեին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այսօր արդեն ամսի 1-ին ժամը 12-ից մեկնարկում է անժամկետ շուրջօրյա նստացույց հանուն մեր հանրապետության արժեքների։ Ի պաշտպանություն Արթուր Օսիպյանին։ Սա մասին հայտարարում է Գեգամ Օհանյանը։ Ես գիտեմ, որ բավականին տարածում ունի, ես էլ կոչ եմ անում անպայման միանալ, որտեղ Արթուր Օսիպյանը ձերբակալված է մենակ նրա համար, որ Նիկոլ Փաշինյան ասեց, դու ես այդ Ղարաբաղյան կլանի սանողն ու պաշտպանողը։ Այն ինչ է Արթուր Համբարձումյանն ապացուցեց։ Եվ ոչ միայն Արթուր Համբարձումյանը։ Հացանայք։ Մի փոքր կադր հետո ես կխոսամ։ Թութու լավան նոր ձեր մասին էր խոսում։ Ինչ էիր խոսում, դե խոսա ախպերս։ Երեկվա ամենաուժեղ ռեգը պարոն Սիմոնյանն է ապահովել 600,000 դիտում։ Այսօր չնախատեսված կանգառներում ես հավատում եմ իմ ամենասիրած մենք լավ բրդուճ ենք անելու, իրար այդ բրդուճ անենք ուտենք, 1 միլիոնը պետք է հասնենք այսօր։ Ո՞նց դաժե անցնենք էլ ախպերս։ Տրամադրությունը ոնց է։ Ոնց է տրամադրությունը։ 16։ Արի ձեռդ ծխնը։ Այդ այ ձեր ապագան այսպեսին է, հասկանում եք, մարդիկ մտածում են իրենց երկիրը գնում է կործանման, տամոժիները փակված է, մարդիկ իրաց ապրանքը չեն կարող ծախեն, գազը շուտով փակելու են, պատերազմ է սպասվում, երկրում մարդիկ տրամադրված են իրար դեմ, քաղաքացիական պատերազմ կարող լինի։ Ամենավատ բաները մեզ սպասվում է, մեր եկել դժվար օրերին, իսկ սրանք լայքերն են հաշվում, այսինքն սրանք իրենց լայքերի համար է, դերի ռեդա, լայքերա ինչա։ Այո, ես դա է տակս։ Մեր բանը օրենքի մարդիկ իրենց լայքերի վրա են խորացած։ Հասկանում եք դուք թե։ Ես նաև ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, տեսեք։ Այս երկրում տեսնում եք, հաստորեն ամբողջ Հայաստանում Նիկոլի իրոք պրոպագանդայով զբաղված են այս երկուսը։ Հայաստանի ոչ մի նախագահ իր քարոզարշավի համար այս կարգի էժան մարդկանց չի օգտագործել։ Դուք պետք է հասկանաք, չէ՞, որ սա ինչ որակ է, սա ով է։ Ես հիմա հարց եմ տալի ցանկացած ծնողի, հայ ընտանիքի ծնող, մայր, հայր, տատիկ, պապիկ։ Դուք կուզեք, որ ձեր երեխեքի թորնիկների ապագան սրանք որոշեին։ Սրանք են հիմա որոշում։ Դուք կուզեք, որ այս որակը մտնի ձեր ընտանիք։ Ձեր զավակը սենց լինի, ձեր փեսան սենց լինի, ձեր ընկերը սենց լինի, ձեր տղան սենց դառնա։ Կուզեք։ Սա անխուսափելի է, եթե իհարկե մնա Հայաստանը եւ մնա ձեր ընտանիքը Հայաստանում։ Հասկանում եք, մենք ուր ենք իջել։ Այդ Փաշինյան Նիկոլի ասած սանդղակը, որ մենք պետք է իջացնենք, չափանիշները, այլ տեղ չկա իջացնելու, հատակին ենք հասել։ Սրանք պետք է որոշեն իմ ու ձեր ապագան։ Հայ ժողովրդին սանցով են ճանաչում արդեն։ Ու սրանք մտածում մեզ կնայի 600,000 թե 1 միլիոն։ Հա, բոլորը նայում են, որովհետև բոլորը
շշմած են, շոկի մեջ են, թե ինչ կարգի անասունի հետ գործ ունեն։ Հա, հələ դուք դրեք իրեն լափելու տեսարանները, տեսեք 1 միլիոն, 2 միլիոն հավաքում է, բայց դուք չեք հասկանում, ես ինչի է հավաքում։ Մարդիկ նայում ու աշներին չեն հավատում։ Ոսա իրանց ղեկավարն է, իրանց երկրի ղեկավարն է, ուսա ուզում է էլի շարունակի սա տարածել, այս որակը տարածել ու շարունակել քանդել երկիրը։ Հա, ժողովուրդը միջև հիմա նայում աշկերտին չի հավատում։ Հա, կարող եւ 600,000 էլ նայեն, կարող 1 միլիոն էլ նայեն։ Եվ սա չափանիշն է։ Բա որ մի հատ պորնո դնեք ինչքան նայեն, ինչքան կնայեն։ Դրեք մի հատ տարածեք։ Դրեք մի հատ տարածեք, ասենք Ալեն Սիմոնյանի, Արման Բաբաջանյանի հետ։ Տեսեք ուրա խփում։ Ես դուք կասեք դուք կրել եք։ Որովհետև այն ինչ որ դուք եք անում, դրանից շատ չի տարբերվում։ Ես sense եմ հասկանում, որ եթե մի ազգի արդեն ճաշակ ընտրություն տարածողը սրանք են, այդ ազգը ոչ միայն չի կարող ապրել, նա իրավունք չունի։ Զուտ իրավունք չունի ապրել։ Բայց կանա։ Հատլասենք տատերիկին։ Օրինակ իմ խնդրեմը այն չի, որ ինքը ամեն օր կանգնի Ալիևին բան ասի։ Իմ խնդրեմը այն է, որ ինքը Ադրբեջանի զավթողական ծրագիրը դարձնի միջազգային օրակարգի մաս ու օգնի մեզ զսպել դա, որ այդ ծրագիրը հետո չգա ու նորից ջարդվի հայ զինվորի գլխին։ Հասկանում եք, եթե մենք 20 թվից 20 տարի առաջ դնենք մտածենք, որ այդ օրը գալու է ու սենց ընդհանուր բոլոր ռեսուրսներով ես 1-2 հոգու մասին չեմ խոսում, ասենք չէ, մենք այդ պատերազմը թույլ չենք տալու, մենք այդ պատերազմը քո համար դարձնելու ենք ահավոր թանկ բան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պատերազմը Ալիևի համար դարձել շատ էժան։ Եվ 20 թվին էլ էր սարքել։ Եվ փաստացի, հա, այսինքն հիմա ես որ հետադարձ նայում եմ, դες չեմ ուզում տավադրապաշտության մեջ մտնել, այդ փաստը չունեմ, բայց ասենք այն ինչ արվում է, արդեն չեմ կարում մտածեմ, որ դա կարա լինի զուտ հախուռն տգիտություն, որովհետև չի կարա անընդհատ, դե եթե տգետ ես, ասենք ու դու հասկանում ես, որ քո տգիտության պատճառով այդքան կյանքեր են փլուզվում, կարաս ասես Ժորժ ջան, ես ոնց որ մի տեսակ կներեք դեբիլ եմ, եկեք ես գնամ, այսքան վարի չտանք մարդկանց։ Ինքը չի կարա։ Հա, բայց եթե դու, այսինքն դու եթե դու ոնց կարաս դիտավորյալ ասես տեքստեր, որոնք Ալիևի ձեռքին գործիք են դառնում։ Դու ոնց կարաս Արցախում էթնիկ զտման օրը, հենց մակինիստից առաջ ասես այնտեղ քաղաքացիական բնակչության ոչինչ չի սպառնում ու Ադրբեջանի ներկայացուցիչը դա վերցնի դնի քո արտգործնախարարի դիմացը։ Քեզնով պատասխանի քո արտգործնախարարին։ Այ հենց այդպես։ Հիմա գնանք միջազգային նորություններ ու արագ հետքանք։ Ես երեք էլ դեռ ասացի, որ Թրամփը փաստացի կապիտուլացվում է Իրանի առաջ։ Տարբերակներ է փնտրում պատերազմը ավարտելու եւ զորքերը դերից հանելու։ Եվ առաջարկել է 300 միլիարդի ներդրում իրանական տնտեսության մեջ վերականգնելու որպես, բայց ամերիկյան հասարակությանը ներկայացնում են որպես ներդրում բան տնտեսության մեջ, հետագա բիզնեսի համար։ Ես երեք էլ ասացի, որ ինքս բաղից հետո անպայման վաղը հեչքելու է, որովհետև զանգելու են Իսրայելից։ Ականջները քաշեն երկուսներ ու ինքը հակառակ բան ասի։ Դայից 2-3 ժամ հետո տարածեց թվիթ, որ դեռ հարցեր կան ճշտելու, միջև իրանց պայմանները չկատարվի, իրանք չեն գնալու, այդ 300 միլիարդը չեն տալու Իրանին, բայց դա էլ քիչ էր եւ Բենգվիրը ամենաֆաշիստ նախարարներից մեկը Նետանյահուից հետո հայտարարում է, որ Իսրայելը թույլ չի տալու ոչ մի համաձայնություն Իրանի հետ։ Իսրայելը Ամերիկայի Միացյալ Նահանգներին թույլ չի տալու ոչ մի համաձայնագիր Իրանի հետ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներին թույլ տվող թե թույլ չտվողը Իսրայելն է, իրանք չեն ամաչում դրանից, չեն խուսափում, իրանք բարձ ասում են դրանից։ Այն ինչ որ ես միշտ եմ ասել։ Այսօր կոսկին Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Իսլանդիան կսկին հայտարարել են ու ընդգծել են Նետանյահուին կձերբակալեն, եթե հանկարծ իրենց օդային տարածքներով հասնել չեմ ասում իրենց երկիրը գա։ Կսկին հաստատել են։ Հեզբոլանը վատ նորություն պատրաստել Նետանյահուի համար, որ
ջնջելու է իրան քարտեզի վրայից, մանավանդ այս 3 էլ կարծեմ մի հսկա հարձակում էին իրականացրել եւ հասել են իրաց թիրախներին։ Ինչի, որտեղ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը լիարժեք չի աշխատում, չեմ ուզում ասեմ զրոյացված է, բայց լիարժեք չի աշխատում եւ կարողացել են Հեզբոլայի զինվորները ռմբակոծել, հրթիռակոծել նույնիսկ Թել Ավիվը։ Եվ իրանք հայտարարում են, որ ջնջելու են քարտեզի վրայից։ Երկու տարբերակ կա, ժողովուրդ ջան, կամ Իսրայելը կջնջվի քարտեզի վրայից, եթե չհասցնեն փոխել Նետանյահուին, կամ Իսրայելը կջնջվի քարտեզի վրայից։ Ուրիշ տարբերակ չեմ տնում։ Կամ կփոխեն Նետանյահուին եւ կասեն մենք դադարում ենք մեր էքսպանսիոն քաղաքականությունը։ Վերադառնանք Հայաստան։ Կարապետյանին, որ իշխանության Նիկոլ Փաշինյանի խոստացած պատերազմը հավատում եք Սամվել Կարապետյանին, որ եթե ինքը գա իշխանության Նիկոլ Փաշինյանի խոստացած պատերազմը չի լինի։ Գիտեք ոնց է, ես ոչ թե քաղաքականության մեջ չկամ ես։ Առաջ էլ այնպես մարդ չի եղել, էլի որ ինչ-որ մի բան արա, որ մենք իմանանք իրանք լավ են։ Էսի եկել, այսի ավելի վատն է։ Ոսկե ես որպես լագիշնի մտածող մարդ, այս մարդը եկավ էս քյասի ժողովրդին խափեց, Երևանցուն, չէ՞, գյուղին։ Այն գյուղացուն գնաց ասֆալտ արեց։ Գյուղացու ձենը առավ ու խափեց, ինչ որ մի հատ բան չկա, որ ինքը ասե արել է։ Ու այս երգիրը փաստ ծախել է։ Սրա ամեն արածը տանում է նրան, որ մենք, ես չեմ ասում, ռուսները լավ են, չգիտեմ, ես դրանց մեջ չկամ, էլի, ոչ էլ տենում եմ, ոչ էլ ասում եմ, բայց այս մարդը իր մեզ տանում է դեպի թրքացման։ Դրա համար ես չգիտեմ, մի Սամվել Կարապետյանն այդ արդեն չեմ կարող պատասխանել, կգա ինչ կանի, բայց այս մարդը հաստատ պիտի ոբշե վերանա։ Իսկ ում ավելի շատ կգերադասեք սա։ Պիտի վերանա։ Այս անդր ուզում կանգնացնեմ այս պահին։ Ես, եթե հիշում եք, վերջի 2-3 օրը անդադ խոսում էին մասին, որ տեղեկություններ ունեն, որ գյուղացիներին փող են բաժանում, վարկեր են տալիս ցածր տոկոսներով, մի խոսքով ստիպում են, որ սրանք բոլորը քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին եւ տեսեք, այլ շաբաթ-ուրբաթից շուտ է գալիս։ Այսօր գյուղացին արդեն այնց կերավ քիթ ու մրթին պատիմաստով։ Ես ուրախ չեմ, բայց իրան ասեցին, քեզ ինչ է սպասվում, եթե մնա Փաշինյան Նիկոլը։ Որովհետեւ այդ գյուղացին, որ պատրաստ էր փողի դիմաց Նիկոլ Փաշինյանին քվեարկել, իսկ ես ասում եմ, այդպես գյուղացիներ կան եւ դրանց աստվածը փողն է։ Ես իրենց վախեցնում եի կանխիկ դրամի, ոչ թե վախեցնում եի, ես իրենց տեղեկացնում եի ինչա լինելու կանխիկ դրամի վերացման պարագային, որը պլանավորած է Նիկոլ Փաշինյանի կողմից, հա։ Տեսեք, ուրեմն ուսանողներին զրկումա քաղաքից, դասախոսներին զրկումա իրենց աշխատանքային միջավայրից, բիզնեսմեններին զրկումա իրենց շուկաներից, գյուղացիներին զրկումը ամենակարևորից իրենց մտքի սպառման հնարավորությունից։ Դա լինի չրի ձևով, դա լինի թալ մտքի ձևով, դա լինի կամպոտների կամ այլ արտադրանքների ձևով, իրանք մոռանում են Ռուսաստանի մասին եւ փաստացի այդ ամեն ինչը մնալու է իրանց վրա։ Ու Նիկոլ Փաշինյանը փաստորեն թքած ունենալով այս հանգամանքի վրա 2-3 շաբաթա մատը մատին չի տալի, որպեսզի այս ցիկլը աշխատի։ Հակառակ սրում է։ Ես ասել եմ թքած ունենալով այդ գյուղացու վրա էլ, բիզնեսմենի վրա էլ, բոլորի վրա էլ, իր համար էական չի։ Իր համար կարևորը իշխանությունը զավթելն ամեն գնով։ Դա ինքը բիզնեսով հետաքրքրված չի ինչի։ Որտեղ ինքը ավելի շատ փողեր ունի, ավելի ուրիշ տեղերից, երկիրը ծախելու դիմաց։ Դա բիզնես հետաքրքիր չի, հայ մարդու ճակատագիրը հետաքրքիր չի։ Եվ մա թող գյուղացին շատ լավ մտածի։ Ինքը Նիկոլ Փաշինյանը ընտրել է, թե չէ։ Ու այսօր փաստացի դա է։ Փաշինյան Նիկոլը մնաց 42% հնայից մենք չունենք, այսինքն այն ինչ որ գնալու է Ռուսաստան, մնալու է Հայաստանում։ Հայաստանում ինչքան եք սպառելու, ինչ գնելով ամենակարևորը։ Թուրքիային դա պետք չի ընդհանրապես, որովհետեւ ձեր լոլիկը Թուրքիային պետք չի։ Թուրքիայի լոլիկն ավելի էժան է։ Ու վերջ։ Նեցօր գյուղացիներ։ Գնացեք մտածեք։ Սալասին։ Նիկոլը նկատում եք այսօրվա այս խմբակի ղեկավարին։ Եթե երրորդ անգամ ընտրվի, կարծում Հայաստանի
Ուրեմն գոյաբանական հարցը կառաջանա, Հայաստանի Հանրապետության գոյության հարցը կառաջանա, առանց այդ հարցը առաջացել է վերջին 4 տարի մնալով 21 թվականից հետո, հիմա կարծում եմ, որ կմոտենա 100%-ին Հայաստանի գոյաբանական հարցը, եւ պետք է ստապ քաղաքացիներն այնպես անեն, որ Նիկոլը ոչ թե չվերընտրվի, այլ հայտնվի իր համապատասխան տեղում, բանտում։ Վերջ, մեր բոլոր երազանքը դա է։ Ու նպատակը պետք է հասնենք դրանք, մեզ դա ոչ մեկ չի նվիրելու, պետք է հասնենք դրանք։ Պապիկյան ասաց, այսքան վաղ որ գաղտնի են կարել, ուզում եք ժողովրդի ցուցադրենք, թե ինչ են կարել։ Դա ձեր ուղեղը ցուցադրել եք, արդեն մենք տեսել ենք։ Այդ պետք չի ոչ մի բան ցուցադրել։ Ձեր առած այսքան 7-8 տարվա մեջ լավ տեսանք դուք ինչի եք ընդունակ։ Սուսփոս արեք ձեր աբուրը հավաքեք գնացեք էլի։ Սուսփոս առած արուն տապելու, առած երգիրը նորից մնդռելու։ Հետաքրքիր է, չէ՞, որ բոլորը վստահ են, որ ինչ որ արյան հոտ է գալի։ Որտեղ Նիկոլը արյան ծառավ է։ Նիկոլի կենսագրությունն է արուն հոտ։ Դա լինի մարտի 1-ի արունը, դա լինի 44 օրյայի արունը, դա լինի ազատի զորամասում սպանվածների անուն, դա լինի սոտքի զորամասի պայթեցումը, ջեմուկի։ Նրա կենսագրությունը արյուն է։ Արյունը ոչ միայն նրա համար, որ ինքը արյուն է սիրում։ Իրա ասում ների զավակ, ես որ դա պատահական չեմ ասում, դևը արյուն է պահանջում, արյուն, իրա վարձավճարը իշխանության դիմաց արյունն է, պետք է արյուն տաս, եթե ինքն է քեզ նշանակել իշխանության, ինքը դիմաց արյուն է ասում, միսա խնդիր չունի, ինքը համաձայն է այդ պայմաններին, Բայց նայենք սա։ Ես կանգնած եմ այնտեղ, որտեղ ցեղասպանության ջարդերից փրկված հայ որբերն են ապաստան գտել։ Սա թռչնոց բույնն է Լիբանանում, որտեղ մի ամբողջ դարի ողբերգությունն է մինչև այսօր աղաղակում մանուկների ձայներով։ Մարմնովդ սարսուռ է անցնում, երբ տեսնում ես երեխաների փաստաթղթերը, նրանց անձնական իրերը, պատմություն, որ մինչև այսօր սիրտդ փշրում է։ Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսյանի անձնական իրերն են այստեղ։ Կին, ով կարողացավ փրկել հարյուրավոր հայ որբերի, որոնց աչքերի առաջ մորթել են ամբողջ ընտանիքին։ Թռչնոց բույնը մինչև այսօր տեղի հայ երեխաների համար կրթական կենտրոն է, իսկ թանգարանում պահպանված է մի ամբողջ պատմություն։ Թանգարանի պատասխանատու Գրիգոր Ալոզյանը պատմում է, թե ինչպես են ստեղծել այն ու որքան կարևոր նշանակություն ունի թե պատմական, թե սոցիալական առումով։ Սա ջարդի ողբերգության մի ամբողջ ճանապարհի ու փրկության մասին է, փաստերով, փաստաթղթերով, ու երբ Գրիգոր Ալոզյանն ինձ հրավիրեց հուշամատյանում ստորագրելու, արցունքներս արդեն չկարողացա զսպել։ Իմ ու երևի ինձ նման շատերի պատմությունն էլ պատերազմից փրկվելու մասին է, պատերազմով անցնելու ու դրա հետևանքները ծանր ու սերիթ տանելու մասին է։ Սա հայերիս պատմությունն է։ Լավ ասես, չէ հայերիս։ Մեր պատմությունն է։ Հայերի մեջ են մտնում նաև նրանք, ովքեր չեն ուրանում սա։ Ովքեր սա չեն վաճառում։ Այդ հայերի պատմությունն է։ Ես պերաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Ոչ, Նիկոլ Փաշինյան, դուք տարածաշրջանի ամենաաղքատ երկրի շռայլ կյանքով ապրող վարչապետն եք։ Դուք պետության գլուխը լինելով, աղքատության մեջ ապրող շուրջ 700,000 մարդու մեղադրում եք, թե աղքատությունը ձեր գլխի մեջ է։ Պերաշկին հասկանալի է նախընտրական տեխնոլոգիա է ստեղծելու պատրանք, թե դուք սովորական համեստ կյանքով ապրող մեկն եք։ Մինչդեռ ցույց տվեք ինձ սովորական համեստ կյանքով ապրող պերաշկի ուտող երկրորդ մեկին, որի կեցավայրի ծախսերի համար շարքային քաղաքացիների գրպանից 621 միլիոն դրամ է հատկացվում։ Դուք թոշակառուից գողանում եք, որ սև իկրայով զղտակվեք։ Նիկոլ Փաշինյան, վերջին տարիներին կառավարական առանձնատան ծախսերը ձեր կարիքների համար ծախսերը 27%-ով ավելացել են։ Մի քանի անգամ ավելի է, քան մինչև 2018 թվականը։ Այդ փողով դուք 1-2 տոննա սև իկրա կուտեք։
թեև էլի չեք կշտանա։ Մինչդեռ Հայաստանում 18,000 մարդ ի վիճակի չէ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ձեռք բերել։ Հայաստանում ամեն երրորդ երեխան աղքատ է։ Դուք, Նիկոլ Փաշինյան, ձեր նախարարներին 6-7 միլիոն դրամ պարգևավճար եք տալիս։ Սա սովորական կյանքով ապրող, պերաշկի ուտող, միջին աշխատավարձ ստացող մարդու մոտ 8 տարվա աշխատավարձն է։ Նիկոլ Փաշինյան, դուք հայ ժողովրդի վարչապետը չեք, դուք ձերոնց վարչապետն եք, դուք պատավատապետության գլուխն եք։ Ըստ մամուլի ձեր թիմակիցները մինչև իշխանության գալը շատ սովորական կյանքով էին ապրում։ Հիմա առանձնատներ, բնակարաններ, թանկարժեք մեքենաներ, բրենդային հագուստներ, Արարատ Միրզոյանը, որ փոշեկուլ գնելու խնդիր ուներ, հիմա այնպիսի բրենդային հագուստներ է կրում, որ պերաշկի ուտող, սովորական կյանքով ապրող մարդկանց 2-3 ամսվա ապրելուն կբավարարեր։ Ծնգլ արեցիք դուք, նաև Շիրակի մարզում նախընտրական շոուներ, տեսարաններ բեմադրելու ձեր անհույս ճիքերով։ Իդեպ, Հայաստանի ամենաաղքատ մարզում, որի բնակչության գրեթե կեսն աղքատ է։ Նիկոլ Փաշինյան, դուք ոչ թե այսպես կոչված թալանը վերադարձրիք ժողովրդին, այլ թալանի նոր ձևեր խրախուսեցիք եւ թալանողներին փոխեցիք։ Կոռուպցիայի հոտ չեք զգում։ Ասում են շատ սուր հոտառություն ունի Տիգրան Ավինյանը, զարգացած քիթ ունի։ Անիֆի հիմնադրամից մսխված հսկայական ֆինանսական միջոցների փողի հոտը շատ սուր է զգում։ Ասենք, ինչպես ձեթի մեջ տապակվող պերաշկու սուր հոտը։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան 88 թվականի ավերիչ երկրաշարժին։ Նիկոլ Փաշինյան, դուք կյանք ուտող եք։ Դուք հայ ժողովրդի անցյալը կերած եւ ապագան ուտող մեկն եք։ Սիրելի հայրենակիցներ, զսպեք Նիկոլ Փաշինյանի ախորժակը, մասնակցեք հունիսի 7-ին կայանալիք ընտրությանը։ Թույլ մի տվեք, որ ձեր ձայնն էլ ուտի։ Շնորհակալություն Լիլիթ Հարությունյան։ Շնորհակալություն, ասելու բան չկա, ավելացնելու բան չկա։ Թող որևէ մեկը փորձի հակաճառել։ Իսկ ես վերջի տեսանյութն եմ ուզում ձեզ ցույց տամ։ Այս հարցերի շարանը դիտելուց հետո ցանկացած մեկը ինքնասպան կլիներ սա փոխարեն մատ լսենք։ Արդեն հայտարարել է, որ հաջորդ կառավարության նիստը հունիսի 7-ից հետո ինքն է վարելու, հնարավոր է ձևաչափով ենք վերջին անգամ ենք հանդիպում ով իմանա, համար երկու հարց ավետամ։ Նախ չասացիք ի վերջո Թրամփի, դրանից առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը ձեզ արդյոք մեր ներքին գործերի միջամտություն չէ, եւ եթե նույնը ընդդիմության մասով լիներ, գործընկերս էլ հարցրեց, դուք ինչ գնահատական կտայիք։ Երկրորդը, դուք տենց որ ոտքի վրա հիմա հայտարարում եք, օրինակ Ծառուկյանի մասով, որ շպիոն է, դավաճան է, հետո տներն եք խլելու եւ այլն, Ծառուկյանը ասել է, որ եթե ապացուցի, որ ես շպիոն եմ, դավաճան եմ, կգնա ինքնասպան կլինի, իսկ եթե չապացուցեք, ապա ձեզ հրավիրում է իր հարուստների բանդական, ընդ որում որց հարուստների դուք պատասխանում եք ինքնակամ գնալ զուտ բարոյական պատասխանատվությունից ելնելով։ Եվ երրորդ հարցը, Քարոզ Արշավը մոտենում է ավարտին, ես դեռ չեմ կողմնորոշվել ում եմ ընտրելու եւ հիշում եմ, որ դուք մի քանի նիստ ինձ համոզում եք, որ ես դες ընտրեմ, քանի որ դեռ չեմ կողմնորոշվել, հիմա ասում եմ դուք էլ ինձ փորձեք համոզել, տեսեք, երբ որ ես ուղղակի մի երկու բան կա, ես ձեր առասները տեսնում եմ, որ դուք բազմաթիվ լավ բաներ արել եք, այսօրվա շքերթն էլ վատը չէր, որ ինչ որ օրինակ նախկիները չեն արել, բայց երբ որ իմ շրջապատում օրինակ ասում են ոնց դու Նիկոլին ես ցեն տալու, ասում եմ թե չէ, մտածում եմ էլի, իրենքից մեղադրում են կներեք ուղիղ բառացի մեջ բերեմ, չվիրավորվեք իրենց բառերն են, ձեր ելույթներից ելնելով, ասում են ոնց կարող ես այդ մարդուն ձեն տալ, դու դրա ելույթները տեսել ես, այդ ոնց է խոսում մարդկանց հետ, գիժա, հիստերիկա, շիզոֆրենիկա, ճիշտ է, նախկինն էլ ասում են թալան չի, մարդասպան, գով, ավազակ, հիմա ձեզ էլ տենց անուններ են տալիս, են դավաճան, հողատուն, մնացածն չասեմ, այս տարիների խոսույթը, ու ասում եմ լավ, մենք ունենալու ենք մի երկիր ղեկավար, որին անուն չկպցնեն, որով հպարտանանք, որին չամաչենք այդ մարդու կերպարից։ Երկրորդ բանը, որ ինձ տենց կաշկանդում է, վերջին ես ասեմ, երկրորդ հանգամանքը, որ կաշկանդում է, այն է, որ ես երբ որ դուք գնում եք մարդկանց հետ շփվելու, շատերը ձեզ իսկապես շատ սիրում են, բայց այդ ինչ կոնտինգենտ է ձեզ համակրում։ Տարիքով տղամարդը ձեզ մոտենում, ասում եք մեր պրոշտի անենք, լավա չարացիք, դեպ շատ լավ էր։ Այն զոհվածի մայրը մոտենում ձեզ ասում է երեխաներս երկու տղա ունի, ձեր օրոք են զոհվել, բայց ես ձեր շնորհակալ եմ։
Կամ այդ վերջին նախադասությունը, կամ այդ բլոգերները ովքեր են ձեզ աջակցում, ասենք, չգիտեմ, թու լավ է, Գյորգ X, Արդիշոպի հովո, ինչ որ արվամոլ բաներ, բլոգեր մատուցողներ, ու ես մտածում լավ, եթե ես գնամ ձեզ բոլոր լավ արածների համատեքում, ձեզ ձայն տամ, ես էլ եմ այդ նույն որակի մարդկանց հետ նույն շարքին դասվելու, ես էլ ձեզ ձայն տվող համարվեմ, իրենք էլ մի քիչ վատ եմ զգում էլի դրանից, ասենք հիմա այսքանից հետո դուք ձեզ ձայն կտայիք կամ ես կարծում եմ, որ դուք բավարար հիմք ստեղծեցիք, որ ագի մարդ ձեզ դատի տա եւ պատվի եւ արժանապատվության հայցով եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղղակի դատի տան, որպեսզի դուք դեր լեզվի չափը իմանաք, որովհետեւ այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրանք ձեզ դատի կտան եւ ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանելը։ Затем это сокращение. Այս հարցը լսելուց հետո, այս հարցերը լսելուց հետո ցանկացած արժանապատիվ ղեկավար մարդ պետք է խնդրեր, ասել մի հատ պաուզա տվեք, ես մի հատ այս կողքի սենյակում գործում եմ։ Մտներ այդ ախրանիկներից մեկի ատրճանակը վերցնել, իրեն գլխից խփեր։ Ցանկացած արժանապատվություն ունեցող մարդ, կին, տղամարդ, էական չի։ Ցանկացած։ Բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցերը հիմա ուսած լսեցիք, եթե թարգմանաբար ներկայացվի, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չգիտեմ, ով լսի կասի, ոնց Փաշինյան Նիկոլը հələ վարչապետ է, ոնց այսքան բան լսելուց հետո իր մասին ինքը հələ վարչապետ է, զգուշ եղեք իրանից, որովհետև փաստորեն ինքը սահմաններ չունի, ինքը այդ ամեն ինչը լսեց, ինքը չէր կարող առաջ գել, որովհետև տենց է, որտեղ իրան ասում են գի շիզոֆրենիկ աննորմալ, հա, որ իրան պետք է մեկին որ կարելի է քսել, ասենք, որց առյուծի վանդակը եւ հիմա հարցը նրան է, դու քո ոտով կգնաս, թե քեզ կտանեն։ Ու ովքեր են քեզ աջակցում։ Սա շեդևր է։ Մենք հայկական պատմության մեջ ես բոլոր ասուլիսների իհարկե չեմ նայել, բայց ես շատ եմ նայել։ Այս սենց հարցեր չեն եղել ոչ մեկի նկատմամբ։ Միշտ եղել է զուսպ չսիրել, սենց ասեմ, զուսպ գուցե տեղատելություն, բայց սենց այս կարգի սա հնարավոր է մենակ Փաշինյան Նիկոլի նկատմամբ ու Փաշինյան Նիկոլի օրոք։ Ոչ եմ ասում, եթե մի քիչ արժանապատվությունները սա ինքնասպան կլինի, բայց իր միսիան դրա մեջ չի, իր միսիան բոլորին սպանելու մեջ է, հասցնել իր գործը ավարտի եւ երկիրը դատարկ նվիրել Թուրքին։ Դե հիմա գնացեք որ Նիկոլա ընտրեք գյուղացիը զրկվեք ձեր բերքից, բիզնեսմեն զրկվեք ձեր բիզնեսմենից, ուսանողներ կզրկվեք ձեր անպայման ուսանողական կյանքից։ Ամենահրաշալի պերիոդն է, ընթացքն է մարդու կյանքի մեջ, ուսանողական կյանքը։ Իսկ երաժիշտներից մոտ այդ ուսանողական կյանքը չի ավարտվում, որովհետև սկսում է ինքը 17 տարեկանից եւ ավարտվում է այն օրը, երբ որ մենք լքում ենք այս կյանքը, որտեղ մենք մեր ամբողջ կյանքը կապված ենք կոնսերվատորի հետ, այս փողոցը Սայաթովան անցնում, գնում գալիս ենք, կամ սովորում ենք, կամ դաս ենք տալի, կամ չգիտեմ, այսպես գնում գալիս ենք։ Չի լինելու։ Դե ով համաձայն է, թող Փաշինյան Նիկոլ ընտրի։ Ու ամեն ինչ կլինի իրենց նկատմամբ արդարացի։ Այսօրվա համար ասկան լավ մնացեք։